ուժերի այն բևեռը, որ կար 10-րդ դարի, այսպես ասեմ, երկրորդ կեսերին եվրոպական կոնցերտը, թվեմ երկրները, ուրեմն Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա կամ Պրուսիա սկզբից, Ավստրո-Հունգարիա, մոտավորապես այսքան մնացածներ երկրորդական էին, եթե ուշադիր նայեք, պետությունների հիմնական մասը մնացել է, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավելացել են, Ավստրո-Հունգարիան չկա, այսինքն սա կոնցերտ էր կոչվում համանվագ եւ ուրեմն դա տասնամյակներ աշխատեց, որոշ ժամանակ խաղաղ, հետո հզորությունների կենտրոնները փոխվեցին ուժային բաղադրիչով, եղավ պատերազմ եւ նման բաներ։ Հիմա նայում ենք այստեղ, անշուշտ Միացյալ Նահանգները տրանսֆորմացիա են ապրում, ներքին եւ արտաքին, հետեւապես փոխվում են նաեւ զարգացման շեշտադրումները։ Արդեն ակնհայտ է, մի ամսվա, ամիսու կեսվա այդ փոփոխությունները, ուղենիշների ճշգրտումները ըստ հանրապետական կուսակցության, ուրեմն բոլորովին անսովոր են մեզ համար, որտեղ աշխարհը սովոր էր հանգիստ քիչ շատ ապրելու։ Ես մեզ նկատի չունեմ, որտեղ մենք միշտ անհանգիստ ենք եղել, եւ դա Սուլթան Համիդի կոտորածներից սկսած հայությունը այդպիսի վիճակում է եղել, վերջինն էլ 23 ուրեմն 23 թվականի սեպտեմբերի 15-29 ստացանք այդ ամենը մեր նաև տգիտության համար մեր։ Հիմա ուզում եմ ասել, այս փոփոխությունները եղել են տնտեսական առումով, տեսեք ինչ է կատարվում։ Եվրոպան շատ է հզորացել, որտեղ Միացյալ Նահանգների շնորհիվ ուրեմն ռազմական ծախսերի քիչ կատարման առումով այդ պատեհառիթով ուրեմն հզորացել եւ քաղքենիացել է լավաբրուստ բոլոր իմաստներով։ Այն չեն չծավալվեն, եթե չենջերում նայենք, այդ ուրեմն դոլարի եւ եվրոյի հարաբերակցությունը նայենք, այդ փոփոխությունը, ուրեմն այդ փոփոխությունը ակնհայտ երևում է, որ եվրոն բավականին հաջողությամբ մրցակից է եւ այսպիսի բաներ։ Նայեք նաեւ Ռուսաստանի ռուբլու փոխանակային արժեքը կհասկանաք նաեւ Ռուսաստանի տնտեսական քաղաքական հետևապես նաեւ տեխնոլոգիական վիճակը եւ այսպես կարող ենք այլ երկրների օրինակներ բերել, բայց սահմանափակվենք հետեւյալով, որ ԽՍՀՄ-ի անկումը ժամանակին, որը շարունակվեց Ռուսաստանի անկումով շարունակապար, ուրեմն այն հզորության բևեռը, որ կար ԽՍՀՄ Ռուսաստանում, այդ բաղադրիչի անկումը բերեց մեծ ցնցումների, էլ չեմ ասում, նաև ինչ որ ասեցի, նաև Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի պարագայում Միացյալ Եվրոպայի։ Եվ բարձ է, այստեղ ԽՍՀՄ-ի տեղը փոխվեց եւ Չինաստանը կանգնեց իր ավտորիտար ուրեմն իշխանությամբ, մոբիլիզացիոն հսկայական ուժով եւ այսպես, որի կողքից արագությամբ բարձրանում նաեւ Հնդկաստանը։ Ուրեմն սրանք, տեսեք, հսկայական տեղաշարժեր են, սովորական երևի թե դառնում են անկառավարելի եւ հանրապետականներն իրենց եզրակացությունն են արել։ Դրա համար էլ այդ բաները կարող ենք հարցանագրել։ Հիմա ես այսպես եմ հասկանում Ռուսաստանի հանդեպ ուրեմն հանրապետական կուսակցության այն վերաբերմունքը, որ ավանդական չի։ Եթե կհիշեք, հանրապետական Ռոնալդ Ռեյգանն էր ԽՍՀՄ հայտարարեց չարիքի կայսրություն, այսօր ուրեմն հանրապետական Դոնալդ Թրամփը փորձում է փրկել Ռուսաստանին, բայց չի փրկելու, որոշակի կենթանություն է տալիս, որովհետեւ հավասարակշռությունը բա այստեղ այսպես որ բան անենք, ընդհանրական եթե ասենք, նորից հավասարակշռության մի վիճակ է առաջանում, հավասարակշռության կամ բալանսի մի վիճակից, մոդելից անցում է կատարում է այն մոդել, բայց ուշադիր
եթե լինեք 19-րդ դարը 5-6 հզոր պետություններ, հիմա նորից 5-6 հզոր պետություններ, որտեղ Ռուսաստանը անկում գնացողն է եւ տնտեսական իմաստով նա այլևս երբեք չի վերականգնվի։ Այստեղից է, որ Միացյալ Նահանգներից թվում է մտահոգությունը, որպեսզի այդ մեծ շրխկոցներ չլինեն։ Այնպես որ իրականում դա հեղափոխությունը ես ուղղակի ասեմ դա ինչի է նման։ Դա սովորական ուրեմն այդ քանակից որակի անցման հեգելյան օրենքի շրջանակներում է պատկերը, բայց յուրահատկություն ունի։ Դա այս բերքի ներքևի եւ վերևի մասերի հարաբերակցությունն է։ Ինձ թվում է երևույթների լավ չհասկանալուն խանգարում է այն թեզիսը, որ տարածված է աշխարհում եք, եթե ուշադիր նայեք, դրանք տարածողները նախկին չեքիստ գնդապետներ են, որոնք փախել են Ամերիկա եւ գիշեր-ցերեկ ռուսերենով հաղորդումներ են տալիս։ Հիմա դրանք ինչքանով են իրականում փախած հանձնարարություն չկատարող, ինչքանով են լրտեսություն անում, այսպես ինչ է, որ Թրամփը բիզնեսմեն է։ Դա բիզնեսմեն է, հա, բիզնեսմեն է, որովհետև նախագահի մասնագիտացում չկա, կամ բժիշկ է, Սալվադոր Ալիենդեն բժիշկ էր սանիտարական։ Հարցը ինչն է, բայց քաղաքականությունը, հատկապես երկրաքաղաքականությունը մենեջմենտ է, մարքեթինգ է, չէ, եթե կոպիտ ենք նայում, նաև թատրոն է, ես որի մասին բազմաթիվ անգամներ ասել եմ, ես օրինակ տարիներ շարունակ քաղաքագիտության դասընթացում 2 ժամ հատկացնում եմ քաղաքականությունը որպես թատրոն եւ արվեստ։ Մենք Սպիտակ տանը տեսանք իսկական ներկայացում, իսկական շեքսպիրյան ողբերգություններ, կոմեդիա էր, տրագիկոմեդիա էր եւ այլն, ինչպես կուզեք։ Ուզում եմ ասել, սրանք են եւ այս տեղաշարժեր են լինում։ Այս տեղաշարժերի մեջ ակնհայտ է, որ Չինաստանը կայուն տեղը զբաղեցրել է։ Սա մեկ պիտի արձանագրենք։ Միացյալ Նահանգների մոտ տագնապ կա, որ Չինաստան տեխնոլոգիաներով հատկապես ճիշտ է, որ երրորդ աշխարհի զարգացման երրորդ աշխարհի ցուցիչներ ունի ազգաբնակչության ապրուստի եւ այլնի հարցով, բայց ինքը տեխնոլոգիաներով հուպտված կներեք բարի համար, կարծես թե Չինաստանի հետևից գալիս է եւ Միացյալ Նահանգներ առաջնությունը պահելու խնդիր ունեն, ինչ որ Տրամփն անում է, այդ մեկ։ Ուրեմն Եվրամիությունը այսքան ժամանակ թաքնվել էր կամ տեղավորվել էր Միացյալ Նահանգների ուրեմն այդ միջկային հովանոցի տակ, ինչպես որ Ճապոնիան, եւ սրանք ռազմական ծախսեր չանելով շատ արագությամբ տեմպերով մոտենում է Միացյալ Նահանգներին։ Ուրեմն ես նորից ասեմ, որ չենջերում նայեք դրամի կուրսերին, դուք մենք դա որպես ջերմաչափ կհասկանանք որևէ երկրի ուրեմն ջերմության չափ։ Ռուսաստանն այսօր կարծեմ առավոտ լսեցի ռուբլին 4.0 դրամ է։ Այս արդեն դիահերձարանում է, բացի ռազմական մասը, դա չի կարող փրկվել։ Այստեղ մտահոգությունը, որ Ուկրաինայի հաշվին իբրև թե Ռուսաստանին վերև հանել, բայց կարծում եմ Թրամփը շատ լավ է հասկանում եւ մենք պետք է չմոռանանք, որ Հարվարդ եւ Կոլումբիայի համալսարան եւ այլն եւ խոշորագույն քաղաքագետներ, ստրատեգներ Միացյալ Նահանգներում են, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե Ուկրաինան աստված չանի անկում գնա այն չափով, որ այսօր քարոզչամիջոցներն անում են, Ռուսաստան դառնում է մոնստր ռազմականապես, տնտեսապես աղետի գոտի, որին պահել է պետք, որի տրոհումը միանշանակ է, կամ էլ նա պետք է ռուսական սովորությամբ ավանջուրայի գնա եւ Նիկոլայ առաջինի ժամանակ վերածվի Եվրոպայի ժանդարմի, որ դասերը լավ է սովորել, այս գիտի։ Հիմա ինչ է լինում Եվրոպայի հետ, այստեղ է հարցը։ Եվրոպան ուզի չուզի իր հանուն, իր փրկության, այդ մնացածը քաղաքակրթություն եւ այլն։ Եթե Եվրոպայի քաղաքակրթություն եւ այլն նման խոսակցությունները ճշմարիտ են, չէ, անկեղծ են, ապա ամենամեծ աղետը մինչև Ուկրաինան եղել է 23 թվականի Արցախում։ Գալատամոր Ռուսաստանի կազմակերպած, որը ադրբեջանցիների ձեռքով վերածվեց էթնիկ զդման, եւ ես իշքան փորձում եմ նույնիսկ մեր հայրենակիցներին այս հարցը տեղավորել տալ նման վերլուծությունների մեջ, նույնիսկ մեր վերլուծաբանները
ցավով տարավ Զանզիբարի հարցը քնեն, բայց այս հարցը չեն ասի, որովհետև այնտեղ Պուտինի հարցը կա եւ դա Ռուսաստանի գործիքակազմի մեջ եղել։ Հիմա այն տեսեք, երբ որ Հայաստանը շրջադարձ է հանկարծ անում եւ մանևրում է եւ կարող եմ ասել այսօրվա չափով փայլուն է մանևրում իր ուժերի, իր աշխարհագրության, իր ռեսուրսների չափով մի հատ վայնասուն է դրվում հանկարծ Բաքվից, այն մարդկանց փրկության գործով, որոնք հայրենիքը հանձնել են եւ կատարել են Ռուսաստանի հանձնարարությունը։ Եվ տեսակ Հայաստանի դեմ ինչ հաջողով էր ցուցմունքներ էին տալիս, որոնք պիտի իրենց գնդագարեին, բայց այդ ցուցմունքները չպետք է տային։ Մանավանդ որ դրան ոչ մեկն չի հավատում, մենք գիտենք, որ դրանք նաեւ Ադրբեջանում իրական դատական գործընթացներ չեն։ Հիմա վերադառնանք այս բանին։ Ուրեմն Եվրոպան ինչ անելու։ Եվրոպան իր գլխի ջարը տեսնելու է, հոչի ուրեմն այդ մնացածն էլ այդ ասենք քաղաքագրություն եւ նման բաներ, արժեհամակարգ, բա Արցախի տեղանության ժամանակ եվրոպական ինքնորոշման իրավունքը չխախտվեց, այսօր որ մեր տղաները դատվում են, դա 8 հոգին չէ, դա ռուսական իրականություն է եւ այլն, դա ուրիշ է։ Այդ ռազմագերիները, որ մենք ունենք Բաքվում, բա ինքնորոշման իրավունքի համար, որը եվրոպական իրավունք է միջազգային, դրա համար չեն կռվել, պաշտպանվել ինքնապաշտպանության համար չի, Եվրոպան լուր է։ Ուզում եմ ասել, այս հարցերը տնենք, բայց որտեվ հիմքը ստրատեգիական շահերն են, այն գլոբալ շահեր են, գոյաբանության շահեր են իրենց համար եւ վտանգներ են անվտանգության։ Հիմա տեսեք ինչ է լինում, ահա երբ որ դուրս է գալիս ուրեմն Միացյալ Նահանգները դուրս են գալիս, այստեղ Եվրոպայի դոլարի մրցույթ կա, տեխնոլոգիաների մրցույթ կա եւ բազմաթիվ հարցեր եթե լինենք, ահա այստեղից երբ որ դուրս է գալիս Եվրոպան եթե ուզում է մնա, ուրեմն ինչ է անելու Ուկրաինային պահելու այնքան այնպիսի ջերմեռանդությամբ, ինչպես ինքը իրեն կպահի, մանավանդ որ այս բարակայում գրվող իրենք չեն, իրենք նյութական ծախսի կրողն են, ես կարծում եմ, որ դա շատ արագ են վերադասավորելու եւ միջուկն առաջացել է։ ՆԱՏՕ-ը քայքայվի, Եվրոմիությունը ինչպիսի տրանսֆորմացիա կունենա, տարաճիկայի բաներ են, սիմպտոմներն արդեն կան։ Սրանք մի բան են, Օրբանն ինչ կանի, Օրբան ինչու է գործում Ռուսաստանի օգտի, որովհետեւ Արևմտյան Ուկրաինան է ուզում, այնտեղ բանի Ավստրո-Հունգարիայի մասեր կան, այստեղ չեմ ուզում այդ բաների մեջ ընկնեմ, թող ես չհուշեմ դրանք։ Հասկանում եք ոնց է, հա, այստեղը որ նա հետևողականորեն Բաքվի ֆաշիստների եւ ռուս ռաշիստների հետ է, ուրիշ հարց է սրանը, եւ չի էլ փոխվելու։ Հիմա այս բարակայում փոփոխությունները այսպիսին են, մեր բախտից, հա, բախտ ասենք, իհարկե քաղաքականության մեջ դա արժեք չունեցող բառ է, բայց մեր ժողովուրդը նման բաներ բարեկամ, բախտ եւ այլն շատ է սիրում, դրա համար եմ ասում։ Ահա մեր բախտից եւ աշխարհի բախտից Գերմանիայում չհաղթեց այլանդրանքը, որը ինձ թվում է ռուսական KGB-ի օգնությամբ բարձրացող կուսակցություն է, սա ինչ որ մեր ռևանշիստներն են, պուտինիստներն են տակը եւ դա կոմունիստական շարժում կար, չէ, արևելյան Գերմանիա կար։ Օրինակ ասեմ, որ Մերկելի վրա շատ է զարմանում, Մերկելը սովետական տարիներին եղել արևելյան Գերմանիայի Մագդեբուրգի Կոմսոմոլի առաջի քարտուղարը կամ երկրորդը, բա ինչ էիք ուզում, ասում են Մերկելը ռուսների հանդեպ էսպես է, Պուտինի կադրն է, որ Կոմսոմոլ եղել իսկական գործիչ եւ